Իսկ եթե 5 տարի անց մարդն այլևս չլինի երկրի ամենախելացի էակը, իսկ եթե արհեստական բանականությունն արդեն սկսի որոշումներ կայացնել ավելի լավ, քան մարդիկ, իսկ եթե աշխարհի հաջորդ գերտերությունը որոշվի ոչ թե բանակի հզորությամբ, այլ էլեկտրաէներգիայի ծավալով, սրանք գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարներ չեն, սրանք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի Իլոն Մասկի կանխատեսումներն են, որոնք նա ներկայացրել է մոտ 1.5 ժամ տևած բացառիկ հարցազրույցում։ Մոտավորապես 5 տարվա ընթացքում արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկության ամբողջ ինտելեկտի հանրագումարը։ Մասկի համոզմամբ այդ պահից հետո դժվար կլինի գտնել մի ոլորտ, որտեղ մարդը կկարողանա մրցել մեքենայի հետ։ Ի վերջո չի մնա մի ոլորտ, որտեղ ԱԲ-ն չկարողանա գերազանցել մարդուն, բացառությամբ մեկ բանի՝ մարդ լինելու։ Եթե այսօր մարդն է ղեկավարում տեխնոլոգիան, ապա ըստ Մասկի շատ շուտով հարաբերակցությունը կարող է ամբողջությամբ փոխվել։ Եվ հենց այստեղ է նրա ամենաանհանգստացնող համեմատությունը։ Այսօր մարդն է որոշում շիմպանզեի ճակատագիրը, բայց եթե արհեստական բանականությունը մի օր անցնի մարդկային ինտելեկտի սահմանը, հարցը կարող է փոխվել։ Ով է որոշելու արդեն մարդու ապագան։ Մարդը շիմպանզեից առաջացավ էվոլյուցիայի արդյունքում եւ ստացավ առավելություն՝ ինտելեկտը։ Այդ առավելությունն էլ թույլ տվեց մարդուն դառնալ գերիշխող տեսակ։ Եթե AI-ը մեր նկատմամբ ունենա նույնպիսի կամ ավելի մեծ առավելություն, հնարավոր է ամեն բան կրկնվի։ Սակայն Մասկի ամենակարևոր նախազգուշացումը վերաբերում է ոչ թե հենց տեխնոլոգիային, այլ այն ռեսուրսին, որը կսնուցի այդ տեխնոլոգիան։ Նոր մրցավազքի գլխավոր զենքը ըստ նրա էլեկտրաէներգիան է։ Ով ունենա ավելի շատ էլեկտրաէներգիա, նա էլ կունենա ավելի հզոր արհեստական բանականություն։ AI-ի հաջորդ պատերազմը կարող է ընթանալ ոչ թե լաբորատորիաներում, այլ էլեկտրակայաններում, այսինքն ապագայի ամենախելացի համակարգերը կարող են սահմանափակվել ոչ թե իրենց հնարավորություններով, այլ դրանք աշխատեցնելու էներգիայի պակասով։ Մասկի գնահատմամբ Չինաստանն արդեն արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Հնդկաստանը միասին, եւ հենց այդ պատճառով կարող է ստանալ վճռորոշ առավելություն AI-ի համաշխարհային մրցավազքում։ Բայց եթե նույնիսկ երկրի էներգետիկ ռեսուրսները մի օր չբավականացնեն, Մասկն արդեն պատկերացնում է հաջորդ քայլը։ Նրա խոսքով ապագայում գերհզոր տվյալների կենտրոնները կարող են տեղափոխվել տիեզերք։ Ուղեծրում արևային էներգիան հասանելի է գրեթե անընդհատ, իսկ հսկայական հաշվարկային համակարգերն այլևս կախված չեն լինի երկրի էլեկտրացանցերից։ Միաժամանակ Մասկը զգուշացնում է, որ AI-ի զարգացումն արդեն այնքան արագ է ընթանում, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է սկսեն վերահսկել նաև միմյանց։ Նրա առաջարկն է միջև նոր մոդելների գործարկումը մրցակից ընկերությունները փոխադարձ փորձաքննության ենթարկեն իրենց ամենահզոր համակարգերը։ AI-ի առաջատար ընկերությունները չպետք է միայն մրցեն միմյանցից առաջ անցնելու համար։ Նրանք պետք է նաև վերահսկեն միմյանց, քննարկեն անվտանգության ռիսկերը եւ մինչև նոր մոդելների գործարկումը վերանայեն դրանք։ Իսկ եթե որևէ ընկերություն անտեսի լուրջ վտանգներ, այդ դեպքում ըստ Մասկի արդեն պետք է միջամտեն կառավարությունները։ Մարդկությանը սպասող ամենամեծ տեխնոլոգիական հեղափոխությունը ըստ Մասկի միաժամանակ կարող է դառնալ նաև ամենամեծ ռիսկը։ Նա չի բացառում, որ գերհզոր AI-ի սխալ զարգացումը կարող է ունենալ աղետալի հետևանքներ, ընդհուպ միջև մարդկության գոյության սպառնալիք։ Նրա գնահատմամբ նման սցենարի հավանականությունը 10-ից 20% է, բայց Մասկի խոսքով այս ճանապարհից հետդարձ այլևս չկա։ Պարզապես վայելեք այս ամենը։